Այսօր առաջի գնացքը, ինչպես միշտ անցած տարի հունիսի 15-ին առաջի գնացքը մինիմալ քանակով վագոնների 5 վագոնով ուղևորվում է դեպի Բաթում։ Այս պայդրությամբ ունենք 128 ուղևոր։ Առաջի գնացքի համար շատ բարձր թիվ է, մինչև հիմա ամենաշատը եղել էր 2 տարի առաջ 107։ Ու կարևորը, որ 128-ից 22 ուղևորվում են Թբիլիսի, մնացած 106-ը Բաթումի։ Ընդհանրապես առաջի գնացքով ավելի շատ ուղևորվում էին դեպի Թբիլիսի, ոչ Բաթում։ Հիմա 106 հոգի այս պայդրությամբ մինչև Բաթում գնալու։ Սան չի հետ եք կապում, հա? Ինչ է գնային ճիշտ քաղաքականությամբ։ Դու անցած տարի հիշում եք, ես ասեցի, որ գները իջացվել են։ Ասեմ, որ հույս ունեի, որ կհասնենք 50,000 ուղևորի, ունեցանք 43,000 ուղևոր, բայց 15 թվի նկատմամբ դա 10,000-ով ավել էր։ Ունեցանք միայն Բաթումի ժամանակ 53 միլիոն դրամ, $100,000 ավել շահույթ, եկամուտ։ Այսինքն արդյունքներին ցգոյինք։ Այս տարի գործակիցները թողել ենք, մենք երկու գործակից ունենք, բարձր եւ ցածր։ Այս տարի թողել ենք ցածր գործակիցը եւ հույս ունենք, որ ավելի շատ ուղևոր կունենանք։ Ասեցի այսօրվա գնացքին 128 ուղևոր այժմ, որ լավ թիվ է, եւ այս պայդրությամբ վաճառել ենք 1280 տոմս։ Մինչև ամսի քանիս է 1280 տոմս, թե 40 օրվա կտրվածքով է վաճառվում, անցած տարի վաճառել ենք 598 տոմս։ Այդ նույն ժամանակահատվածում։ Չնայած անցած տարի մենք սկսել ենք հունիսի 1-ից վաճառքը, այս տարի մայիսի 25-ից։ 5 օր շուտ ենք սկսել, բայց մեկը ակտիվությունը մեծ է, 1200 տոմս։ Այս անգամ ինչ ծառայություններ եք մատուցում, բացի ուղևորական։ Ուրեմն ծառայությունները նոր բան։ Չեք, հայտակղելը առաջինը տարիների ընթացքում անվտանգությունը, կոմֆորտը, որ ապահովել ենք, որ հովացումը նորմալ կատարվում է, խոսքից խոսք, բերն է բերանց, հենց ասած, անցնում է ու առանց շատ գումարներ ծախսելու ռեգլամելու, ժողովուրդը ինքը հենց ռեգլամում է, որ նորմալ է։ Դժգոհություններ շատ քիչ ենք ունեցել, մի քանի դեպքեր են եղել, դժգոհում են հիմնականում կին ուղեկցողներից, ոչ մի տղա ուղեկցողից երբեք բողոք չի եղել, բողոքողները կանայք են։ Մի հարց, պիկ ժամանակ քանի վագոն է աշխատում։ 12-13 վագոն։